Մեր ձեռք բերածը պայմանավորված է Ադրբեջանի ձեռք բերածով։ Ինչ որ չափով այո, եւ տենց էլ պետք է լինի, բնականաբար մեր խաղն էլ մենք պետք է խաղանք, օրինակ ես չեմ ասում որ ինքը օրինակ հրթիռ առավ, ես էլ պետք է հրթիռ առնեմ, կարող է ես ինչ որ ուրիշ բան պետք է առնեմ, որը նեյտրալիզացնում ասա։ Բայց դե բնականաբար դու միշտ քո բանակը կառուցում ես ելնելով նրանից թե ինչ խնդիր ես ուզում լուծել, պաշտպանվել A երկրի հարձակումից օրինակ կամ պաշտպանվել A եւ B երկրի հարձակումից կամ եթե հարձակվեն հակահարձակում անել ինչ որ տարածքներ վերցնել ըստ նրա ինչ ես պլանավորում դենց էլ գնումներն ես անում դրա համար եթե Ադրբեջանը 100 հատ տանկ է առնում անպայման չի դու էլ գնաս 100 հատ տանկ առնես բնականաբար կարող է ավելի լավ հակահարթեր ասենք գումարի կեսը հակահարթիրային հակատանքային հրթիռների ծախսես մյուս կեսը օրինակ կառավարվող արկերի հրետանային օրինակի համար Դուք անձամբ ինչպես եք պատկերացնում մեր անեքսիայի ենթարկված հողերի վերադարձ Դա ինձ թվում է ցավոք կարճաժամկետ լուծում չունի այս բանին որովհետև պատերազմով ես անձամբ համարում եմ որ մենք ռեսուրս չունենք այդ տենց ռիսկի գնալու որովհետև դա կարող է բերել ավելի մեծ էսկալացիայի եթե խոսքը գնում է բանակցայինի մասին էլ ստեղ էլ դե մեզնից մենակ մի կախված բանը փորձել է դելիմիտացիա դեմարկացիան ավելի արագ եւ էֆեկտիվ անցկացնել բայց ինչ որ մի բան ինձ հուշում է որ իրենք չեն ուզենալու այդ մասերը դեմարկացիա անել մոտակա բավականին երկար ժամանակ ասենց ասենք դրա համար ինձ թվում է մենակ երկարաժամկետ ստեղ կարելի է դիտարկել հիմա ինչ ռեսուրս ես դու պատրաստ ծախսել այդ 200 քառակուսի կիլոմետրին եւ ինչքան ռիսկերի գնալ ստեղ դա է հարցը մենակ Я думаю, что дело идет к тому, что граница будет открыта. И, наверное, вот этот появится второй коридор южнокавказский. Один традиционный, нам он известен, конечно, это через Грузию. Ну да, это логично, если бы Азербайджан не препятствовал процессу этому. Да? Ну, я думаю, Турция все решит. Вот. То есть мы не исключаем того, что какой-то некий газопровод, нефтепровод через Армению с Каспийского побережья появится в глубину Турции. В общем-то, в принципе, все это и было для того сделано, потому что Грузия в этом плане, как по мнению НАТО, по мнению Европы, не очень может как-то что-то сделать в этом плане, потому что близко Россия. Там есть Хинвал, база российская и так далее. И все эти разговоры грузин о том, что вот 20% территории оккупировали там, и так далее. В общем сказать, оккупировали, во-первых, это не совсем грузинская территория, если то пошло. Вот. Но, тем не менее, это вот реальная опасность того, что транзит через Грузию он под угрозой, как они считают. Хотя, конечно, это глупо, конечно, но тем не менее. Իրանյան այս մթնոլորտը կարող է ազդել հայ-ադրբեջանական հավասարակշռության վրա։ Հավասարակշռություն չունենք ցավոք սրտի այստեղ։ Հայաստանը ամբողջովին կախյալ վիճակում է հայտնվել եւ ստորացված վիճակում, նսեմացված վիճակում է։ Տարբեր բոլոր փաստերը այդ մասին են խոսում, կարող ենք մի առանձին հարցազրույց դրա վերաբերյալ վարել, օրինակ հենց 3 պարզ դարձավ, հայտնի դարձավ, որ հողին է հավասարացվել Ստեփանակերտի մայր տաճարը։ Իսկ սա, տեսեք, իսրայելցի մի զինվոր Լիբանանում մուրճով ջարդել էր Հիսուս Քրիստոսի արձանը, գլխին էր հարվածել, այդ ուրեմն լուսանկարը կար, կարծեմ նույնիսկ տեսանյութը կար, բայց եւ մեծ աղմուկ բարձրացավ ամբողջ աշխարհում։ Իսկ այստեղ Արցախում հողին են հավասարացվում հայկական մշակույթի, եկեղեցիների, գերեզմանոցների հետքերը ամբողջությամբ տեղի ունենում մի մեծ մշակութային ցեղասպանություն եւ որևէ մեկը ոչ
հենց առաջին հերթին Հայաստանի իշխանությունը որևէ ծպտուն այդ մասին չի հանում։ Ինչ հավասարակշռության մասին կարելի է խոսել։ Մեզ որոշ չափով Իրանի հզորությունը ես հասկանում եմ վերաբերում է բանացային օրակարգի ներկայիս մթնոլորտին։ Ուրեմն այդ հավասարակշռությունը, եթե կոչենք այդպես, գալիս էր ավելի շատ Իրանի ամուր լինելուց, որը թույլ չէր տալիս Ադրբեջանին ամբողջությամբ այստեղ ոչ թե այսինքն տերմինի հարց էր, կարծում եմ ինչ պետք է լինի Իրանի հետ, Իրանը պետք է դիմանա եւ կարծում եմ կդիմանա, լինի պատերազմ, թե չլինի նոր պատերազմ իր դեմ, Իրանը պետք է դուրս գա դրանից, բոլոր տվյալները ցույց վարչակարգով, այս այո, իր տարածքը պահպանելու է, իր զինված ուժերը պահպանելու է եւ դուրս է գալու այդ իրավիճակից ճիշտ է մեծ տնտեսական ենթակառուցվածքային արդյունաբերության կորուստներով, որովհետև այն հարվածները, որ արդեն իսկ ստացել է, բավականին հզոր են, հաշվարկներ տարբեր կան, նույնիսկ մի հաշվարկով ասում են $100 միլիարդ վնաս է կրել Իրանը, եւ եթե լինի երկրորդ փուլը, բնականաբար կարող է այդ վնասը կրկնապատկվել, բայց այնուամենայնիվ որպես պետություն, որպես ազգ ժողովուրդ դուրս կգա այդ իրավիճակից Իրանը եւ կարծում եմ դրանով մենք մեծապես շահած կլինենք։ Այստեղ ուրիշ заинтересована в том, чтобы отношения были ровными. Отношения испортились после самолета. И это было неправильным. Я думаю, что за это время российское руководство поняло, что если бы они приняли азербайджанскую версию или азербайджанские условия в начале, все было бы спокойнее. И все было бы конструктивнее. А сейчас как бы есть некий минус, который то ли удастся компенсировать, то ли это будет происходить очень медленно, или вообще не будет происходить. Как бы то, что проиграно, оно очевидно. А смогут ли стороны это отчасти компенсировать, сказать трудно. Поэтому мне кажется, что отношения будут в целом ровными или почти ровными, но осадок остался. Չափազանց ուշագրավ էր նաև երեք ընդունված որոշումը Հայաստանում երկրորդ մոնիտորական միսիայի ստեղծումը, որով այս անգամ ուղղված է լինելու ավելի շատ ոչ կինետիկ, հիբրիդ, այդպես կոչված հիբրիդային ինֆորմացիոն եւ քաղաքական։ Այսինքն ուղիղ պայմանավորված է Հայաստանի դեր նախընտրական։ Դա այն հանգամանքներ, որ արագացրեց այս գործընթացը, բայց նաև եւ կարծում եմ այո դա որոշ չափով նաև կանդրադառնա նախընտրական այս գործընթացներին, որտեղ սպասվում է, որ նախընտրական գործընթացների ընթացքում նույնպես Հայաստանը նաև վտանգ կլինի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում նույն այդ հիբրիդային եւ այլ ասենք ինֆորմացիոն ներգրավվածության եւ գործողության առումով, բայց այս միսիայի առաքելության ժամկետը բավական երկար է լինելու, նախատեսվում է 2 տարի եւ ի տարբերություն նաեւ նախորդ այդ առաքելությանը, որը տեղակայված էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում եւ բավականին երկար նաեւ քաղաքական քննարկումների թեմա դարձավ ոչ միայն Հայաստանի եւ Բրյուսելի, այլ նաեւ Ադրբեջանի հետ, այլ տարածաշրջանային դերակատարների հետ, ներառյալ ասենք Իրանի։ Այս առաքելության ավելի արագ ասենք տեղակայումը կապված է նրանով, որ դրա նպատակը դա ավելի շատ Հայաստանի ներքաղաքական դաշտի ասենք ուժեղացումն է արտաքին ինֆորմացիոն եւ ոչ կինետիկ սպառնալիքներից։ Դա ասելով մենք մի քիչ ավելի հավաքական երևույթ ենք պատկերացնում, բայց առանցքայինը ռուսական ազդեցություն։ Դե իրականում գիտեք հիբրիդային պատերազմներ կամ սպառնալիքներ այդ տերմինը ինքը մասնագիտական առումով ավելի խորն է եւ միայն Ռուսաստանով չի սահմանափակվում եւ այդ եզրույթը ընդհանրապես հայկական մեդիախոսույթում այդ եզրույթը հիբրիդային այդ կոնտեքստի մեջ մտավ 2014 թվականին Ղրիմի պատերազմի իրադարձությունից հետո եւ պարզը որ այս պահին դա ավելի շատ կապվում է Ռուսաստանի հետ, միգուցե նաեւ կան դրա որոշ ասենք
մենք կարանք որոշ փաստերի վրա հիմնված լինենք, բայց նաև պիտի հասկանանք, որ հիբրիդային սպառնալիքները Հայաստանին գալիս են ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև նույն Թուրքիայից, նույն Ադրբեջանից եւ այլ դերակատարներից, եւ այստեղ պատկերը մի քիչ ավելի բարդ է։ Ադրբեջան ասացիք ճիշտ ժամանակին։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի։ Դա այս միտքը այսօր հայտնել է Ալիևը։ Նույն տրամաբանությամբ։ Ну, պիտի նշենք, որ այո, այս զարգացումը դա իրականությունն է, թե դա քաղաքական հայտարարությունն է, եւ այդ քաղաքական հայտարարությունների երանգները կարող փոխվեն կապված նաեւ տարածաշրջանային զարգացումներից։ Բնականաբար այս զարգացումների արագացումը Իրանի հետ կապված նաեւ որոշ չափով նույնպես կարան ազդեն հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղ գործընթացին, նույն ձևով օրինակ անցած տարի Ռուսաստանի եւ Ադրբեջանի այդ լուրջ լարվածությունը դարձավ պատճառներից մեկը, ինչի Ադրբեջանը նաեւ որոշ չափով համաձայնվեց օգոստոսի 8-ի այդ համաձայնություններին եւ հանդիպումներին։ Համենայն դեպս նաև մենք պիտի հասկանանք, որ Ադրբեջանը, ինչպես նաև Հարևան Թուրքիան, շատ ուշադիր հետևում են նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ նաև կապված ընտրությունների արդյունքներից, կապված Հայաստանի ներքաղաքական այն համապատկերին, որը որ կստեղծվի հունիսի 8-ից, մենք դրանից հետո նաև կտեսնենք կամ չենք տեսնելու հայ-ադրբեջանական գործընթացում հետագա ավելի շոշափելի արդյունքների։ Эти противоречия, они достаточно очевидны. То есть Иран не верит Соединенным Штатам, ему нужны доказательства серьезности намерений заключить мирные договоренности, а Америка хочет выйти из конфликта в роли победителя. Это тяжело достаточно, потому что они не побеждают, и несмотря на страшный ущерб, который они нанесли Ирану, победителями они не выглядят, а Иран как раз наоборот выглядит победителем. Поэтому противоречия достаточно серьезны. И как их будут решать, не очень понятно, но очевидно, что США не хотят продолжать конфликт, потому что он наносит ущерб электоральным перспективам республиканцев. А это очень большая проблема, учитывая до выборов в Конгресс, промежуточные выборы в Конгресс Соединенных Штатов Америки, которые пройдут осенью. Արցախյան կոնֆլիկտը, Ղարաբաղյան կոնֆլիկտը փաստացի այլևս գտնում են եւ Երևանում եւ Բաքվում, որ լուծված է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով գնում են խաղաղության։ Ինչը նշանակում է, որ տարբեր մակարդակներում այդ խաղաղության հետ կապված տարբեր մոտեցումներ, տարբեր պատկերացումներ կան եւ նմանատիպ այցերը հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալու մեկը մյուսին։ Տեսեք, ես պատմում եմ, որ տարբեր հասարակություններում, երկու հասարակություններում տարբեր մոտեցումներ կան եւ այդ մոտեցումներին մենք ծանոթանում ենք այն ժամանակ, երբ իրենք են պատմում իրենց հասարակությունում իրենց կատարած աշխատանքի արդյունքների մասին։ Երևանի եւ Բաքվի ներկայիս իշխանությունները հասկանալի է այդ ռետորաբանությունը ինչու են կիրառում, որ Արցախի հարցը լուծված է։ Դուք եք այդպես կարծում, որ հարցը փակված է։ Ես կարծում եմ այս պահին այն խնդիրը, որը սկսվել էր 1987-88 թվականներին, այլևս գոյություն չունի, որովհետև այդ խնդիրը Ադրբեջանը լուծել է։ Իհարկե լուծել է վնաս մեզ, իհարկե լուծել է, քանի որ մենք պատերազմում պարտվել ենք, իհարկե դա արդար չէ, բայց իրավիճակը այսպիսին է, կամ շարունակում ենք գնալ արդարության հետևից եւ վտանգի տակ ենք դնում Հայաստանի Հանրապետության պետականությունը, կամ գոնե մեր սերնդում մենք այդ հարցը փակված ենք համարում եւ փորձում ենք պահպանել, զարգացնել, բարգավաճել այս։ Շատ տրամաբանական է։ Հաջորդը պետք է լինի, դրան պետք է հաջորդել այլևս խաղաղության պայմանագիրը երկու երկրների միջև, որովհետև չկա այն կնճիռը, որը երկու երկրներին խփում էր իրար։ Ինչու՞ չի գնում այդքան։ Ես ճիշտ ասած իմ կարծիքը կարող եմ ասել, ես ենթադրում եմ, որ հիմնական պատճառը դա վստահության պակասն է, որովհետև տեսեք, մենք Հայաստանում ասում ենք, որ թուրքերի հետ Թուրքիան չի կարելի վստահել, շատ էր Հայաստանում ասում են Թուրքիան չի կարելի վստահել, թուրքերը ցանկանում են մեզ վերացնել եւ այլն եւ այլն։ Ադրբեջանում էլ նրանք էլ ասում են, որ
հայերը մեզ խափում են, վաղը մյուս օրը կհարստանան, կհարցակվեն մեզ վրա, այդպիսի կարծիքներ էին եղել Ադրբեջանում կատարված այդ հարցախույզի, այդ հանդիպումների ժամանակ, եւ դա նորմալ է, երկար տարիներ այդ մարդիկ կերակրվել են նրանով, որ հայերը թշնամի են եւ այլն։ Ընդ որում նշեմ, որ հիմա էլ որոշ դեպքերում տեսեք Երևանի մասին ինչ-որ գրքեր են հրատարակում, եկեղեցի են քանդում եւ այլն, եւ նորմալ է, որ մարդիկ էլ որոշակի մտավախություններ ունեն։ Ըստ ամենայնի ամեն դեպքում կա այդ վստահության պակասը, ինչ վերաբերում է պաշտոնական մակարդակում, ինչ որ կերպ պետք է այդ վստահության պակասը արդարացնող ինչ որ բան լինի եւ Ադրբեջանի ղեկավարությունը ընտրել է սահմանադրության հարցը։ Շատ հետաքրքիր է ռեակցիան ադրբեջանցիների, երբ դուք դա, չգիտեմ, արել եք թե չէ, ասենք Երևան, որ ասում են գրքեր են հրատարակում, արևմտյան Ադրբեջան խոսույթն են անընդհատ շրջանառում։ Իրենք գիտեն ինչ է իրականում դա։ Գիտեք, ես այսպես ասեմ, մենք ոչ միայն այդ հարցերն ենք բարձրացրել, մենք ամենասուր հարցերն ենք բարձրացրել, օրինակ մեր այնտեղ, երբ գտնվում ենք, այդ օրերին հաղորդում ենք տեսել իրենց հեռուստատեսությամբ, որը խնդիրներ էր պարունակում, ցույց էր տալիս Հայաստանի կողմից կամ հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ ոչ մարդկային ինչ-որ գործողություններ մասներ պատմում եւ այլն, եւ մենք այդ հարցերն ենք բարձրացրել, խոսել ենք, այո, անցյալի, եւ խոսել ենք այն մասին, որ եթե մենք գնում ենք խաղաղության, եթե մենք եկել ենք այստեղ նստել ենք եւ խոսում ենք խաղաղության մասին, ինչի համար է պետք է հեռուստատեսությամբ նման բաներ ցույց տալ, նրանք էլ հղում են արել իներցիային, հղում են արել նույն անվստահությանը, հղում են արել նրան, որ եղել են մարդիկ, եղել են կազմակերպություններ, որոնք սնվել են դրանով եւ գումարներ են ստացել իհարկե տարբեր ֆոնդերից եւ տարբեր տեղերից եւ մեկ օրում հնարավոր չէ ամեն ինչ մի անգամից շուռ տալ, առաջարկել են դինամիկային ուշադրություն դարձնել եւ իսկապես դինամիկան որոշակիորեն դրական է, այսինքն եթե նախկինում խոսում էին 10 անգամ, հիմա խոսում են 8 անգամ կամ 7 անգամ։ Իհարկե դա բավարար չէ, իհարկե մենք խոսում ենք դրա մասին, մենք ասում ենք, որ չի կարող այսպես շարունակվել։ Այո, Հայաստանում էլ եղել են որոշակի խնդիրներ եւ կան որոշակի խնդիրներ, բայց այդ խնդիրները համեմատելու էլ չեն նրա հետ, ինչ Ադրբեջանում է կատարում, բայց որոշակի դինամիկա իհարկե նկատում է։ Ես նշեմ մի հետաքրքիր բան, որ ինքս եմ անձամբ նկատել, երբ այնտեղ էի իրենց հեռուստատեսությամբ մի հաղորդում էի դիտում, որի ժամանակ խոսում էին Արցախի մասին, խոսում էին Արցախի անտառների, Արցախի բնապահպանական հաղորդում էր, բնապահպանության, կենդանիների եւ այլնի մասին եւ ասում էին, թե երկար տարիներ անտառները կտրվել են, կենդանիներին վերացրել են, ոչնչացրել են, հանքերը տալան են եւ այլն, բայց օրինակ Հայաստան բառը երբեք չհնչեց։ Հաղորդումը մոտավորապես 20-30 րոպեանոց է, ոչ մի անգամ չասացին, որ դա արել է Հայաստանը կամ հայերը, այլ բառը չհնչեց։ Սա որոշակի դինամիկա է իհարկե։ Թարմ օրինակ Интересное мнение у азербайджанского эксперта, Виктор Анатольевич. Очередной поворот Алиева в сторону Москвы, цитирую, является следствием ослабления США и лично Трампа. Что скажете? Ну, это может быть некоторое преувеличение. США ведь активно включились в процесс того, чтобы Армению и Азербайджан помирить. Вы знаете, это Вашингтонская встреча, подписанный парафирован, точнее, договор и так далее и тому подобное. И то, что американцы взяли на себя пантуранский проект вместо азербайджанцев и турок, и то, что они, дескать, будут охранять эту дорогу, идущую через Сюник, якобы американская компания этим будет заниматься, в том числе и охраной. Это будет якобы частная охранная компания. Что она представляет из себя, мы прекрасно понимаем. Это частная компания, естественно, под крылом американского правительства. Ясно, это как может быть. Зачем это американцам? Как раз, во-первых, подойти ближе к Ирану, во-вторых, обрезать его возможности выхода на внешние рынки через этот канал, через армянскую территорию и позже через железные дороги. В общем-то, мечта турецкая, мечта азербайджанская воплощается в жизнь американцами. Вот зачем американцам это нужно? Это не только Иран блокировать, но и создать угрозу мягкому подбрюшью России на юге. Это крайне важно. Ведь речь шла, когда
говорилось о возобновлении этого сообщения, точнее, постройке дороги там и так далее, потому что сообщение есть, через иранскую территорию идет дорога вдоль реки Аракс. То есть говорить о том, что Нахичевань не имеет никакого сообщения с Азербайджаном, это вранье. Имеет, давнишнее. Но она может быть чуть длиннее, эта дорога, но вполне нормальная. Но ведь хочется иметь еще более важную дорогу через Тюркский мир, через территорию желательно Армении, потому что в этом случае можно будет этот кусок армянской территории контролировать. Почему и договоренность была изначальная, что именно российские погранцы будут контролировать этот участок дороги через армянский Сюник, чтобы не позволить там установить турецкую азербайджанскую власть. Вот это важно было. Но, как видите, Пашинян все переиграл. И переиграл в пользу своего нового американского союзника. Союзника американцам это, конечно, Трампу важно влезть везде, куда его пустят. Դե այսօր հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է 11-րդ 111-րդ տարելիցը։ Կասեք, այս տարելիցը որևէ առանձնահատկությամբ բաժանվում է մյուսներից։ Գիտեք, պարոն Նացականյան, ինձ համար չի բաժանում, որտեղ ես տասնյակ տարիներ եմ անցկացրել ուսումնասիրելով հայոց ցեղասպանությունը, շարունակում եմ ուսումնասիրությունները, շարունակում եմ դասավանդել հայոց ցեղասպանության, ցեղասպանագիտական հետ կապված առարկաներ, ցեղասպանագիտական առարկաներ, այնպես որ արդեն ինձ համար սա, այսպես ասած, նորություն չունի այս հերթական տարելիցը հայոց ցեղասպանության։ Я думаю о том, что, видите, история часто учит тому, что ничему не учит, и за это приходится расплачиваться многим народам. Вот сейчас мне могут сказать, действительно, ну, когда все это было, там, 1915 год, там, какая разница, все это было там на территории Западной Армении, которая, может быть, там очень далека, там, предположим, от Рязани или Тамбова. Но именно как историк и дипломат я вот что хочу сказать. Тогдашний геноцид армян в Османской империи, который произошел в 1915 году после начала Первой мировой войны и привел к гибели, по разным данным, от 1,5 до 2 миллионов абсолютно мирных жителей, которые ни в чем не были виноваты, он какое к нам имеет отношение, вот к русским и вообще к советским людям? Все знают, что когда Гитлер пришел к власти, в 1933 году, через 3 года он собрал высшее руководство германского вермахта, ну, вооруженных сил, которое он только что образовал, и начал рассказывать о своих планах завоевания мирового господства, в том числе ликвидации целых народов, там, евреев, цыган и славян. И судя по записи, которая сохранилась, ну, официального протокола Гитлер не вел, человек был хитрый, да, военные даже стали выражать такую точку зрения, немецкие тогда еще, что, ну, типа, как же там целые народы истреблять, а как там на нас посмотрят? Помните, что ответил Гитлер им тогда? Да, да. Кто сейчас вспоминает о геноциде армян? Это было, тогда геноцид армян был 20 лет как? Вот Гитлер так и сказал, прошло-то, мол, всего 20 лет, а кто об этом думает? Поэтому раз тогда это все сошло с рук, а я хочу подчеркнуть, что тогда Германия, даже в Первую мировую войну, была союзником Османской империи, и германские офицеры связи, они прекрасно понимали, что там творится-то вообще вот на территории Западной Армении, Северной Месопотамии. Но, тем не менее, и кайзеровская Германия тогда, она, в общем, ей это как-то не мешало поддерживать с Турцией отношения. И поэтому Гитлер, понимая, что тот геноцид сошел с рук, грубо говоря, принял решение о новом геноциде, который напрямую затронул территорию всей нашей страны.